Երկրորդ, հարցադրումս, ես ապշած եմ ուղղակի, որ մարդը կարող է վեր կենալ հանրային մեղադրով, խոսել բաների մասին, հանցագործներ, հանցակազմ, հանցախումբ, լիքը բաներ ասել, համարելով, որ դրանք տերմինաբանություն են, ես համարում եմ, որպես վարկաբեկում, և շատ հանգիստ խղճով չպատասխանել հարցի, որ արդյոք ես բոլոր այսպես կոչված գաղտնալսումները փորձաքննություն անցել են, թե ոչ։ Արդյոք դրանց մեջ ծավալով կան, հսկայական ծավալով միջավայրեր, որտեղ ասում է չի լսվում, ինչը չի լսվում օրինակ։ Հիմա ես չեմ մտնելու ապացույցների փուլ, բայց դա մեծագույն հարցադրում է, և ինչ խղճով եք դուք արտահայտություններ անում, որոնց չեք կարողանալու հետո տեր կանգնել։ Սա ինձնից դուրս, ես նորից եմ ասում, բացարձակ ես ակնկալիք էլ չունեմ, չեմ էլ ուզում ունենալ ոչ էլ որևէ ձևով ակնկալել կամ խնդրել, որ իմ կալանքը փոխվի, տնային դառնա, դրսային դառնա, բացարձակ։ Ես պայքարի մեջ եմ Հայաստանի Հանրապետության և կորսված Արցախի համար։ Եվ մնալու եմ այդ պայքարի մեջ, կլինի բանտում, թե գերեզմանում կապ չունի։ Դուք ինչ որոշում ուզում եք կայացրել, մեղադրող ինչքան ուզում է թող խոսի, հազարավոր էջերով, փաստաթղթերով բերեք, այս 2 տարի է մեզ անընդհատ, ուղղակի հանցագործ ֆեյքերի պոակով հալածել են, բոլոր առումներով, դրա մասին որևէ մեկը խոսել է, ստեղծված կառավարության հովանու ներքո գործող, ամենազզվելի, ամենազազրելի լուտանքներով ու մեղադրանքներով, բայց սրանց պաշտպանվածությունը որտեղ է, այս մարդկանց կամ բոլորի, որևէ մեկի, ով է դա հանձնել, այո ես պայքարել եմ ու պայքարելու եմ, իմիջայլոց ասեմ ձեզ, պատվարժան դատարան, 3-4 օր ինձ քննչական կոմիտե են կանչել, դուք տեղյակ եք, ձեզ տեղեկացրել են, որ այդ դատավարության գործընթացով անցնող 2 անձի, նվազագույնը ես գոնե 2-ին գիտեմ, ինձ և չգիտեմ նախաքննական գաղտնիքը կամ ոչ Լիդիա Մանթաշյանին կանչել են քննչական կոմիտե։ Տեղյակ եք ինչ կարգավիճակով։ Օրինակ դուք գիտեք ինձ ինչ կարգավիճակով են ընդգրկել։ Հիմա պաշտպանս ասում է դա կարող է նախաքննական գաղտնիքն է։ Ինձ ինչ նախաքննական գաղտնիք է, թե ոչ։ Կանչել են։ Եվ ինչ կարգավիճակով են ներգրավել գործի մեջ, գիտեք։ Չգիտեք։ Հարցրեք թող ասեն։ Ձեզ շրջանցել են։ Ես կարծում եմ, որ ձեզնից իրավունք պետք է հարցնեին։ Ձեզնից իրավունք պետք է հարցնեին։ Իսկ ինչու են կանչել։ Կանչել են, որ ծածկա դմփոց անեն իրենց խայտառակ հայտարարությունը։ Խայտառակ հայտարարությունը։ Ես ձեզ ուղղակի ասում եմ, այդ տեքստը, որի վրա քննչական կոմիտեի ղեկավարը ասում է, որ իմ ձեռքով է գրված, ես հիմա էլ եմ ասում, ոչ իմ ձեռքով է գրված, ոչ էլ գիտեմ որտեղից է եկել այդ թուղթը, որովհետև այդ թուղթը ես ողջամիտ կասկածում եմ, որ իրենք էլ սարքել դրել են մեր պահարանների կամ որտեղ որ դրել են։ Կարող եմ ունենալ այդ կասկածները։